Ժողովրդին պաշտպանել։ Կոգնիտիվ դիսոնանս կա ընդհանրապես հասարակության նպատակների, պետության նպատակների եւ պետության ուժային մասի մեջ, որովհետեւ տեսեք Ուկրաինայում մարդիկ հասկանում են, որ Ուկրաինային պետք է ազատ ինքնիշխանություն եւ ժողովուրդը պայքարում ազատ ինքնիշխանության համար։ Մեզ մոտ ոստիկանությունը ինքը իրեն դիտարկում է ոչ թե իբրև այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինքնիշխան, որ նույնպես ունի իր տեսակետը, այլ որպես իշխանությունների պատժային գործիք եւ դա պետք է իսկապես վերացնել, որովհետեւ մենք տեսնում ենք ոչ պլանաչափ գործողությունները եւ այդ ոչ պլանաչափ գործողությունները եւ խարխլում են քաղաքացու հավատը ընդհանրապես տեղից է լուսալքված քաղաքացու հավատը եւ նպաստում են արտագաղթին։ Ես կարծում եմ, որ ժողովրդի ազատ կամ արտահայտումը բացարձակ խաղաղ, որտեղ ես իմ աչքերով տեսնում եմ այս բացարձակ ազատ կամ արտահայտումը չի կարելի բեկանել մի բարձ պատճառով, որ ազատության վերջին մասնաբաժինը խլելով ընդհանրապես կոտրում են պետականության ողնաշարը։ Միթե նպատակը դա է, վերջնական կոտրել պետականության ողնաշարը, կարծում եմ։ Ոստիկանապետի երևի ոստիկանապետի անմիջական Ես չեմ ճանաչում, ես հասկանում եմ, բայց երբ որ մարդիկ կարգադրություններ բանում էր Ուկրաինայում էլ եղան որոշակի կարգադրություններ, որոնցից հետո հրաժարականներ եղան։ Այսինքն կարգադրությունը տալուց առաջ պետք է մի հատ իրավիճակը գնահատել։ Եվ ես կարծում եմ, որ այդ իրավիճակի գնահատականը պետք է կրի անվերջ բնույթ, քրոնիկ բնույթ, որտեղ մենք այսպես բան ենք անում, մի բան նահանջում ենք, հետո էլի սկսում ենք բացատրել, դա տարբերակ չի։ Ես կարծում եմ, որ ավելի լայն աշխատանքներ են պետք, նաև ուսավորական, նաև ըմբռնողական, որովհետև այ հիմա մենք չգիտենք, թե ինչ է տարվածների ճակատագիրը։ Իսկ ինչ է կարծում, ինչ կփոխվի այս բողոքի ակցիաները առաջին հերթին ես ուշ եմ, որ այդ ակցիան արժանապատիվ հայրենիք է, քաղաքացին վերգտնում է արժանապատվությունը։ Իսկ դա մեծագույն նվաճում է եւ մեծագույն ձեռքբերում, որովհետեւ թեկուզ եւ ճնշումների եւ բռնությունների գնով ինքը կարողանում է իր ձայնը հնչեցնել։ Իսկ այդ ակցիաների, գիտեք ոնց է, երբ որ մենք սկսենք էկզիստենցիալիստական, ֆատալիստական հարցեր տալ, թե ինչի են պետք ակցիաները, մենք ընդհանրապես կգնենք պասիվ հուսահատության գիրկը։ Իսկ այդ հարցը ընդհանրապես պետք է օրակարգել։